Ողջույն սիրելի ընկերներ, բարի վերադարձ, բարի գալուստ իմ Ալիկ։ Այսօր խոսելու ենք տեղեկատվական ոլորտի ամենամեծ, ամենաթարմ նորությունից։ Խոսքը հրազդանում մի քանի օր առաջ տեղի ունեցած մեծ իրադարձության մասին է, որտեղ Nvidia-ի հետ համագործակցության արդյունքում Firebird AI ձեռնարկությունը հրազդանում հիմնել է մեր տարածաշրջանի ամենամեծ AI data center-ը։ Ինչի է սա մեծ իրադարձություն, ինչու է կարևոր, հիմա կբացատրեմ։ Բայց մինչև այդ եկեք հասկանանք, թե ընդհանրապես ինչ է data center-ը։ Կան ավանդական data center-ներ, որոնք կարող ենք համատել մեծ թվային պահեստի կամ գրադարանի հետ։ Դրանք շենքեր են, ֆիզիկական կառույցներ են, որոնք օգտագործվում են ինֆորմացիան ստեղծելու, պահելու ու մեզ վերադարձնելու նպատակով։ Օրինակ, երբ որ մենք օգտվում ենք Google Drive-ից, ու մենք նոր ենք ստեղծում ինչ-որ ֆայլ, դա չի պահպանվում, չէ՞, մեր լոկալ համակարգչում, այն պահպանվում է վիրտուալ ինչ-որ միջավայրում։ Ու երբ որ մենք ամեն անգամ նորից մտնում ենք Drive ու փնտրում ենք մեր ֆայլը իր անունով ու այն բացվում է, դա կրկին data center-ում տեղի ունեցող աշխատանքի շնորհիվ է։ Գոնե ասպասի այս պրսնային, այս թողելու եմ վիդեոյում։ So you know. Նույնը վերաբերվում է ինչ-որ համացանցում, ինչ-որ բան փնտրելուն, YouTube-ում օրինակ ես իմ վիդեոն գցում եմ, էլի on-line վիրտուալ ֆայլը պահպանվում է ինչ-որ սերվերում, data center-ում, դուք մտնում եք YouTube-ում post եք տալիս վիդեո, բերում եք տարբերակներ, դուք սեղմում եք, միացնում եք ու սա միլիվայրկյանների ընթացքում տեղի ունեցող process է, որը իհարկե վերահսկվում ու կատարվում է կրկին data center-ի շնորհիվ։ Սրանք տրադիցիոն data center-ներն էին, որոնք պարզապես ֆայլը պահպանում են ու մեզ վերադարձնում։ Ի տարբերություն սրանց, AI data center-ները ոչ միայն ստեղծում ու պահպանում են ինֆորմացիան, այլ նաև դրանք օգտագործում են, մշակում են AI մոդելները վարժեցնելու համար։ Օրինակ Claude-ը, ChatGPT-ին, Gemini-ը, այդ ամեն ինչը, երբ որ մենք հարց ենք տալիս իրենց, մեր հարցը գնում է data center, AI data center, այնտեղ մշակվում է ու վերադարձնում է մեզ պատասխանը։ Դրա համար օգտագործվում են ոչ միայն CPU-ներ, այլ նաև GPU-ներ, գրաֆիկական պրոցեսորներ, չիպեր են, որոնք որ աշխատանքի ընթացքում բավականին արագ տաքանում են։ Այդ տաքացման արդյունքում մեծ ռիսկ կա, որ այդ չիպերը կհալվեն, որովհետեւ դա տեղի չունենա, դրա համար հատուկ կան հովացման ջրային համակարգեր, որոնք նույնպես շատ ռեսուրս են պահանջում, ջրային ռեսուրս։ Ես կարդացել եմ տարբեր ֆորումներում, որ ԱՄՆ-ի այն հատվածներում, որտեղ արդեն հարակից շրջաններում կառուցվել է AI data center, բնակիչները բողոքում են, որ բարձր աղմուկ է, շատ ու իրենց կոմունալ վճարները, էլեկտրաէներգիան, ջրի վարձը բավականին թանկացել է։ Ընդ որում ոչ միայն թանկացել է, այլ նաև որակը իջել է։ Եթե հեռախոսը մինչև այդ կառույցի հիմնումը ավելի արագ էր լիցքավորվում, ձայդ կհավաքում, ապա AI data center-ի կառուցումից հետո, շահագործումից հետո մի քիչ այդ հոսանքի հզորությունը իջել է։ Կան ֆերմերներ, ովքեր նույնիսկ դատական գործ են հարուցում, որպեսզի ինչ-որ մի ձևով կարողանան վաճառեն այդ հողը, քանի դեռ այնտեղ պլանավորված կառույցը չի կառուցվել, քանի որ դա կազդի իրենց գործունեության վրա։ Ու որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, սա առաջին հարցն է, որ ինձ մոտ առաջացավ, ինչ է մեզ սպասվում կոմունալների առումով։ Ու ես սկսեցի փնտրել համացանցում ու գտա մի հոդված, որտեղ ասվում էր, որ 25 թվականի դեկտեմբերի 30-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել, որ բնակելի շենքերի էլեկտրաէներգիայի ու ջրի սակագները ֆիքսված են ու չեն բարձրանա սպառողների համար մինչև 2026 թվականի ավարտը։ Հավանական են ինչ-որ փոփոխություններ, այդ փոփոխությունները փաստորեն անորոշ են, ու այս ամեն ինչի մեջ այդ անորոշությունից այդքան էլ դուր չի գալիս։ Այս բանը խոսում ենք միայն ինձ անհանգստացնող մասից։ Քիչ ավելի ուշ կանդրադառնանք նաև դրական կողմերին, այնպես որ մինչև վերջ նայեք։ Հաջորդ հարցը, որ ինձ մոտ առաջացավ, այն էլ որ մեր հարևան երկրներում ինչ է կատարվում։ Սա մեզ մատուցվում է, որ տարածաշրջանում ամենամեծն է, ամենաառաջին AI data center-ն է։ Ինձ հետաքրքիր է Ռուսաստանում ինչ է կատարվում, մեր հարևան երկրներում ինչ է կատարվում։ Նու Ռուսաստանում արդեն պարզ է, իրենք ունեն հսկայական տրադիցիոն data center-ներ, սակայն խիստ սանկցիաների պատճառով իրենք չեն կարող ներմուծել top chip-եր ու դրա պատճառով էլ հետևաբար չեն կարող իրենց դերևս թույլ տալ իրենց երկրում կառուցել AI data center-ներ։ Վրաստանն ու Ադրբեջանը կրկին ունեն ստանդարտ data center-եր բանկերի, cloud պայստավորման ու հեռահաղորդակցման համար, սակայն նման մասշտաբի AI data center չգիտեմ ինչու դեռ չունեն։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նրանք այս պահին կառուցման փուլում են թերևս մեզ մրցակից AI գործարանի, սակայն այն դեռ ավարտին չի հասվել ու մենք ավելի առաջ ենք այդ առումով, քանի որ մեր մոտ առաջին փուլն ավարտվել է, այն արդեն պատրաստ է շահագործման ու մենք համագործակցում ենք ոլորտի
մեծ խաղացողների հետ, Nvidia-ի, Dell-ի եւ CloudWeave-ի հետ։ Եկեք հիմա նայենք մի փոքր թվերին ու հասկանանք, թե թվերն ինչ են պատմում այս ամեն ինչի մասին։ Սա $500 միլիոն նախագիծ է Firebird AI-ի, Team Group-ի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Dell-ի եւ Nvidia-ի համատեղ համագործակցությամբ մինչեւ 2027 թվականի վերջը Firebird-ը նախատեսում է ընդլայնել արտադրամասը, տեղավորելով ավելի քան 70,000 նոր սերնդի Nvidia GPU-ներ, այստեղ նշվում է մասնավորապես Blackwell Rubin GPU-ները, ինչպես ասացի արդեն, գրաֆիկական պրոցեսորներ են։ Բնականաբար 70,000 չիպերի միաժամանակվա օգտագործումը միանգամից չի լինելու, այն աստիճանաբար պրոցես է, որ թերևս մինչև 28 թիվ աստիճանաբար կշատացնեն, բայց դրա միաժամանակվա օգտագործումը նշվում է, որ պահանջելու է 300 մեգավատ հզորություն։ Որպեսզի մասշտաբը հասկանաք, պատկերացրեք, որ 300 մեգավատ հզորությամբ կարելի է մատակարարել միջին չափի քաղաք, իր ամեն ծախսով եւ այլն։ Պարզապես այս բaragայում այդ քաղաքը զուտ ուղղված է deep learning մոդելների մշակման, նեյրոնային ցանցերի գործարկման նպատակով, ուղղությամբ։ Ու ես այդ 300 մեգավատը կարդալուց հետո դադար տվեցի։ Երբ մենք տանն ենք, հեռուստացույց ենք դիտում, սառնարանն աշխատում, հեռախոսը լիցքավորման դրված եւ այլն, մեր ամբողջ տունը մոտավորապես սպառում է միջինում 1-ից 2 կիլովատ։ Նույնիսկ ձմռանը, երբ միացնում ենք տունը, ջեռուցում ենք, տան առավելագույն հզորությունը հասնում է մոտ միջինում 5 կիլովատի։ Ամռանը, երբ էներգիայի օգտագործումը անհամեմատ ցածր է, ամբողջ Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր տուն, հիվանդանոց, գործարան, փողոցային լուսավորություն, ռեստորան միասին օգտագործում է մոտ 1000 մեգավատ։ Ձմռանը, երբ ջեռուցման պիկին է հասնում այդ ամեն ինչը, ազգային պահանջարկը հասնում է մոտ 1300 մեգավատի։ Երբ ասում են, որ նախատեսվում է առաջիկա 2 տարվա ընթացքում հասցնել դատա ցենտրի հզորությունը 3000 մեգավատի, այդ կոնտեքստում ես տեսնում եմ, որ այդ 300 մեգավատը Հայաստանի էլեկտրաէներգիայի ընդհանուր սպառման 20-ից 30%-ն է կազմում, ու դա այնպես չի, որ փոքր թիվ է։ Այսպիսով ոնց անենք, որ հայաբարի ասած կրած դուրս գանք այս իրավիճակում։ Ես հստակ պատասխան չունեմ, քանի որ առաջին անգամ բախվում նման երևույթի հետ, բայց ես փորձել եմ ինչ-որ պատասխան գտնել մոտավորապես, ու այս ամեն ինչը ունի դրական կողմեր, այնպես չի որ միայն մտահոգիչ մասը կա։ Դրական կողմերից մեկն այն է, որ առաջին հերթին ըստ համաձայնագրի, ըստ պաշտոնական կայքի 50,000 ուսանողների եւ հետազոտողների համար ստեղծվելու է հատուկ հասանելիություն, որպեսզի իրենք աշխատեն, հայ ինժեներները ծանոթանան այս ամեն ինչի հետ, օգտագործեն իրենց պրոյեկտների մեջ ու այսպիսով պատրաստենք հաջորդ սերնդին ու վստահաբար, եթե սուբսիդավորվի նրանց հասանելիությունը չիպերի համար, հայկական ստարտափը կարող է վարժեցնել համաշխարհային մակարդակի AI հենց Հայաստանից։ Նկատած կլինեք, որ արդեն գործող AI ասիստենտները այդքան լավ չեն հայերենից։ Ու սա մեծ շանս է այն առումով, որ մենք կարող ենք ստեղծել պրոյեկտներ, պրոդուկտներ հենց մեր ազգի կարիքները հոգալու համար, մեր լեզվի հիման վրա, մշակութային, ազգային կարիքների առանց սենսիտիվ տվյալները արտաքին սերվերներ արտահանելու, քանի որ արդեն սերվերները մենք այստեղ կունենանք։ Ու այս ամեն ինչը հենց այդ դրական պահը կլինի, քանի որ եթե 90% այս ամեն ինչի պարզապես վաճառվի արտասահմանյան կազմակերպությունների, մենք պարզապես վնասով դուրս կգանք ըստիս, քանի որ մենք կգրենք բնակլիմայական, տուժը, տնտեսական ու եթե դուք այս ոլորտից եք, ես ձեզ պարզապես խնդրում եմ, մեկնաբանություններում կիսվեք, արդյոք ես ճիշտ եմ հասկացել այս ամեն ինչը, արդյոք բաներ կա, որ ես բաց եմ թողել, քանի որ նշում եմ եւս մեկ անգամ, ես այս ամեն ինչի մեջ սկսնակ եմ, ինչը կապված է AI data center-ի հետ ու ներքին խոհանոցից ինչ որ մարդու կարծիքը շատ գնահատելի կլինի, քանի որ միայն վատը չի լավը կա, բայց մարդկային է, չէ, ինչ որ բանից անծանոթ զգուշանալը։ Հաջորդ 2 տարիները ցույց կտան, թե ինչպես այս ամեն ինչը ընթանում, ուր է մեզ տանում։ Ես որ վստահաբար կհետևեմ իրադարձություններին, ես այս բանը ուսումնասիրում եմ, կարդում եմ, տեսնում եմ ինչեր կա, մարդիկ ինչ են խոսում, LinkedIn-ում բավականին ակտիվություն կա, հակասական կարծիքներ կան, որը բնական է, ու եկան ես կուզենայի ավելի շատ խոսեին սրա մասին, քան իրականում հիմա խոսվում է, քանի որ խոսում են այն մարդիկ, ովքեր ոլորտից են, բայց սա այնպեսի մի բան է, որը ազդելու է ոչ միայն ոլորտի մարդկանց վրա, այլ նաև այնպեսի մարդկանց վրա, ովքեր IT ոլորտում չեն։ Քանի որ եթե տնտեսական տուժ կամ բենեֆիտ է լինելու, բոլորս էլ դրանից պետք է տուժենք կամ օգուտ քաղենք։ Այնպես որ եթե հավանեցիք այսօրվա վիդեոն, խնդրում եմ սեղմեք լայք, բաժանորդագրվեք ալիքին, իսկ մենք կհանդիպենք հաջորդ անգամ։